Արև ձեզ օրանորությունների կարևոր լրահոսը ներկայացնում է Հորիզոն լրատվականը 3 դեկտեմբերի չորեքշաբթի։ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը տեր է կանգնելու խաղաղությանը։ Այս մասին նա հայտարարել է ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ։ Եզրափակիչ ելույթում Փաշինյանն անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերին, որոնք հրապարակվեցին 3 կառավարության կայքէջում։ Հրապարակվեց բանակցային փաթեթը։ Հիմա էլի նույն նարատիվները, որոնք վաղուց հնացած են։ Ես ձեզ մի բանաձև եմ ասում, ինչ կասեն ընդդիմության բարձրացրած բոլոր հարցերի պատասխանը։ Երբ որ իրանք խոսում են բանակցային գործընթացի մասին, սենց պտիլներ, հարգելիներս հարց տանք, իրանք քանի տարի, 30 եւ ավելի տարի իշխանություն են եղել։ Մի կտորով էլ, ասենք ինչ որ 10 կամ չգիտեմ։ 100 անգամ ասել են, բա որ տենց շանսեր կար, բա ինչի՞ չգլուծել։ Եկեք անդրադառնանք այս հարցին, այսինքն եղել է լուծման, ինչպես իրենք են ասում, հայամետ լուծման շանս ա եղել, դուք չեք արել, բան չեք մեզ դավաճան ասում, ուրեմն դուք եք, ձեզանից մեզ դավաճան չկա։ Տարբերակ A եւ B տարբերակ, այդ ամենը ընդամենը աչքակապոցի է։ Ընդամենը աչքակապոցի է։ 2019 թվականի ԵԱԿ Մինսկի խմբի առաջարկը, հարգելի գործընկերներ, ես ուղիղ, անուղակի, մի քանի անգամ, հիմա էլ բանա, հրապարակված է։ 100 անգամ ասել եմ, ես երբեք Հայաստանի Հանրապետության նախագահ չեմ եղել։ Այդ փաստաթուղթը սկսվում է, որ ներկայացվել է։ Մենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներս, այսինքն դա ինչ է, այդ փաստաթուղթը ընդհանրապես ոնց է արել։ Ես երեք մի քննարկման ժամանակ ես արձանագրեցի, որ ես նրբությանը չեմ անդրադարձել, որովհետև ես այնքան շատ բանի եմ անդրադարձել, ինձ թվում է թե ամեն ինչի անդրադարձել եմ։ Այդ 19 թվի փաստաթուղթը ոնց է հայտնվել։ Այդ 19 թվի փաստաթուղթը հայտնվել է հետևյալ տրամաբանությամբ, երբ որ ես 2018 թվականին վարչապետ եմ դարձել։ Ես խնդիր եմ դրել, ասել եմ համանախագահների առաջ բոլոր, ասել եմ, ստեղ թղթեր կան լիքը, ես մի չեմ հասկանում, այս թղթերից որն է այս պահի մեկնարկային կետը բանակցային գործընթացի նախորդող շրջանի բանը ամփոփումը սեղմագիրը, որն է նախորդող շրջանի բանակցային գործընթացի սեղմագիրը։ Այդ 2019 թվականի հունիսի թուղթը է, երբ որ ես ասել եմ ինձ, ասեք որն է սեղմագիրը նախորդող շրջանի, համանախագահները դա տվել են որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր։ Եվ այդ համատեքստում է, որ ես հարց եմ տվել, ասել եմ լավ, ես կարդում եմ։ Հիմա ինձ հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը։ Հիմա այս փաթեթներով կարա Ղարաբաղը չլինի Ադրբեջանի կազմում։ Որևէ այս մեխանիզմով։ Եվ հնչել է շատ հստակ պատասխան, այո, եթե Ադրբեջանը համաձայնվի։ Սա ինչ, հա, նաև գրած է, իհարկե, գրած է, բայց նոր մարդ ես մտածում ես գրածը կարող է ճիշտ չես մեկնաբանում։ Ավարտ, սրանով հիմա եկել են, էլ չեմ ասում, այդ փաթեթի վերջին կամ առաջին փաստաթուղթը 2018 թվականի ապրիլի Սերժ Սարգսյանի Սամբյոնից ունեցած ելույթն է։ Վերջացել է այդ պատմությունը, չկա տարընթացում ընդհանրապես բանակցային գործընթացի, չկա միջին վիճակագրական Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ փաթեթը ծայրից ծայր կարդա, իր համար ոչ մի հարց չի ծագի։ Հիմա բա քիվեստի փաթեթը ինչի չի հրապարակվել, որտեղ չկա Հայաստանի կառավարության տիրապետության ներքո քիվեստի փաթեթ։ Քիվեստի փաթեթի հենքը այնա, ինչ որ տպված է փաթեթում, որը Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբը, Լևոն Տեր-Պետրոսյանը տվել է Հայկական ժամանակ թերթին եւ հրապարակվել է։ Էդ է քիվեստի գաղափարական հիմքը, եւ էլ չեմ ասում դրա կարիքը չկա, ես վերջերս Ազատություն ռադիոկայանը շատ մանրամասն փաստաթղթերով ռեպորտաժ արեց եւ դրանով ամեն ինչ ասված է։ Այսինքն չկա թեմա այդտեղ ընդհանրապես։ Հիմա այդ որ ասում են բանը, հիմա բանավեճի չեմ էլ հրավիրում, որովհետև հրավիրեմ են ինչ։
Էլ ինչ խոսամ, էլ բանավիճելու բան չկա, թող կարդան, պատմեն, ինչ պետք է պատմելու բան չկա։ Մոտ 5 ժամ բանակցություններ առանց փոխզիջման։ Այսպես են ավարտվել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցի շուրջ Մոսկվայում տեղ ունեցած բանակցությունները։ Դրանք անցկացնում էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Միացյալ Նահանգների հատուկ բանակնած Ստիվ Ուիտկոֆը եւ Միացյալ Նահանգների նախագահի փեսան Ջարեդ Քուշները։ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու եւ ռուս-ամերիկյան հարաբերություններին վերաբերող հարցերով Ստիվ Ուիտկոֆը այս տարի արդեն 5-րդ անգամ է այցելում Մոսկվա։ Այս անգամ առիթը պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ամերիկյան պլանի քննարկումներ։ Կրեմլում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, որին մասնակցում էր նաեւ Ջարեդ Քուշները, սկսվեց երեկոյան։ Նրանց Կրեմլ ուղեկցող Պուտինի հատուկ բանագնաց Կիրիլ Դիմիտրևը ասել էր, թե այս հանդիպումը կարող է որոշել Ուկրաինայի ճակատագիրը։ Մինչ հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ հանդիպմանը դարձյալ խոսել էր Ուկրաինայից եւ շոշափել այն թեման, թե ինչ կարող են ձեռնարկել ուկրաինական ուժերի դեմ Սև ծովում, եթե ուկրաինական կողմը չդադարեցնի իր հարձակումները։ Ամենաարմատական տարբերակը Ուկրաինային ծովից կտրելն է։ Այդ դեպքում ծովահենությունը սկզբունքորեն անհնար կլինի։ Հուսով եմ Ուկրաինայի ռազմական ղեկավարությունը, քաղաքական ղեկավարությունը եւ նրանց հետևում կանգնածները կքննարկեն, արդյոք արժե շարունակել այդ գործելավոճը։ Ավելին, Պուտինը հայտարարել էր, թե իրենք կքննարկեն նաև այն երկրների դեմ միջոցներ ձեռնարկելու հարցը, որոնք օգնում են Ուկրաինային, ասելով, թե օրինակ Եվրոպայի հետ իրենք պատերազմելու մտադրություն չունեն, բայց եթե Եվրոպան պատերազմ սկսի, իրենք պատրաստ են դրան։ Եվ նույն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցի հետ կապված Պուտինը հակադարձել էր իրեն ուղղված մեղադրանքներին։ Երբ եվրոպացիները փորձում են որոշ փոփոխություններ կատարել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկության մեջ, մենք հստակ տեսնում ենք, որ այդ բոլոր փոփոխությունները մեկ նպատակի են ուղղված՝ ամբողջությամբ խափանել խաղաղության ամբողջ գործընթացը։ Այս պայմաններում էլ Կրեմլում ընթացան բանակցությունները։ Կրեմլի խոսնակն ասել էր, թե ամերիկյան պլանը լավ հիմք է վերջնական համաձայնության հասնելու համար, բայց բարդ խնդիր է եւ դեռ մի քանի հիմնարար հարցեր պետք է լուծվեն։ Մոտ 5 ժամ բանակցություններից հետո պարզվեց, որ այդ հարցերը լուծել չի ստացվել։ Կողմերը փոխզիջման չեն հասել։ Խաղաղությունը ոչ մոտ է, ոչ հեռու։ Տարածքային հարցը մեր համար առավել կարևոր է, մինչև այժմ որևէ համաձայնելի տարբերակ չի գտնվել։ Բայց ամերիկյան որոշ մշակված տարբերակներ քիչ թե շատ ընդունելի են, բայց դրանք պետք է քննարկել։ Որոշ ձևակերպումներ, որ մեզ առաջարկվել էին, մեզ չեն համապատասխանում։ Մինչ այս հայտնի էր դարձել, որ ռուսական կողմին է փոխանցվել 4 փաստաթուղթ։ Ուշակովը թեև ամբողջ էությունը չի բացել, բայց որոշ մանրամասներ է հայտնել։ Կար մի փաստաթուղթ, որը պարունակում էր 27 կետ։ Այն մեզ փոխանցեցին, մենք բնականաբար ծանոթացանք։ Չնայած որ մենք չէինք աշխատել ձևակերպումների վրա եւ որևէ քննարկում ամերիկացի գործընկերների հետ այդ հարցով չի եղել։ Այնուհետև մենք ստացանք եւս մի քանի փաստաթուղթ, ավելի ստույգ 4 փաստաթուղթ, որոնք այսօր նույնպես քննարկվեցին մեր նախագահի հանդիպման ընթացքում Ուիտկոֆի եւ Քուշների հետ։ Ես չեմ կարող բացել այդ փաստաթղթերի էությունը, ասացի, որ դրանք բոլորը վերաբերում են Ուկրաինայի ճգնաժամի երկարաժամկետ խաղաղ կարգավորմանը։ Չնայած փոխզիջման հասնել չի հաջողվել, տարաձայնությունները պահպանվել են, բայց ռուսական կողմում քննարկումը կառուցողական են համարում։ Նախագահ Պուտինը չէր թաքցնում իր քննադատական, նույնիսկ բացասական վերաբերմունքը մի շարք առաջարկների նկատմամբ, բայց ամենագլխավորը, որ տեղի ունեցավ օգտակար քննարկում եւ կողմերը կրկին ընդգծեցին երկարաժամկետ խաղաղ կարգավորման հասնելու համար համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը։ Ըստ Ուշակովի աշխատանքը շարունակվելու է, իսկ դա ամենակարևոր կետերից է։ Քրիստիան Լագուլյան, Հորիզոն։ Եվրոպական հանձնաժողովը 2026 թվականի սկզբին կառաջարկի լիովին եւ ընդմիշտ արգելել Ռուսաստանի Դաշնությունից նավթի ներմուծումը Եվրամիություն։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Մենք Եվրամիությունում ռուսական նավթի լիակատար արգելքի վերաբերյալ իրավաբանական առաջարկությունը կներկայացնենք հաջորդ տարվա սկզբին։ Նրա խոսքերն է մեջբերել 10-ը։ Այսօր Եվրոպական միության խորհուրդը եւ Եվրախորհրդարանի ներկայացուցիչները համաձայնության են եկել ռուսական գազի ներմուծումից մինչև 2027 թվականը փուլային կերպով հրաժարվելու կանոնների շուրջ։ Այսօր Գյումրիի Ավագանու արտահերթ նիստը կայացել է, որի բացակայության խնդիր չեն ունեցել։ Նախորդը նոյեմբերի 11-ի արտահերթ նիստը չկայացավ հենց այդ պատճառով։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն ամբողջ կազմով այդ օրը չէր եկել նիստին, մյուս 4 խմբակցությունների միասին քվորում չապահովեցին, բացակա ունեին։ Այսօր հերթական արտահերթին կարևոր նախագծեր ու առաջարկներ քննարկեցին, թեժ թեմաների պակաս չկար։
Մանդատների հերթափոխից հետո առաջին նիստն էր, սկզբում 4 խմբակցությունների 18 անդամներով քվորումն ապահովել էին։ Քիչ անց նիստին միացան քաղաքացիական պայմանագիր խմբակցության 11 անդամները։ Առաջին հարցով ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նոր նախագահ ընտրեցին։ Հանձնաժողովը կղեկավարի Կոմկուս խմբակցության քարտուղար Լուսինե Անանյանը։ Օրակարգից դուրս առաջարկությամբ հանդես եկավ Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը, որը վերաբերում էր միջազգային մրցահարթակներում հաղթանակներ տարած գյումրեցի մարզիկներին տեղական բյուջեից հատկացվող գումարների չափն ավելացնելուն։ Խնդրում եմ այս հարցերը հաջորդ նիստում բերել օրակարգ եւ իրենց գոնե հավուր պատշաճի կարողանանք Գյումրիի հավաքանիով հաստատենք, որ կրկնակի ստանան իրենց գումարները։ Արտահերթ նիստի կարևոր հարցերից էր 2026 թվականի սուբվենցիոն 3 նախնական հայտերի քննարկումը։ Առաջինը դարձյալ փողոցաշինությանն էր վերաբերում։ Հայտով նախատեսում են ընդհանուրը 7 կիլոմետր երկարության 21 երկրորդական փողոցների հիմնանորոգում։ Հարցն անցավ միաձայն, բոլոր խմբակցությունները կողմ քվեարկեցին նաև սուբվենցիոն երկրորդ եւ երրորդ հայտերին։ Ըստ այդմ 1 միլիարդ 800 միլիոն դրամով նախատեսում են մոտ 100 անօթևան ընտանիքի բնակարանի, Գյումրիի պատմական միջուկում գտնվող Ճերմակ հիվանդանոցի վերականգնման խնդիրները լուծել։ Ճերմակի համար նախնական հաշվարկներով մոտ 400 միլիոն դրամ է անհրաժեշտ։ Շենքի պատմամշակութային արժեքը պահանջում է ոչ միայն ֆիզիկական վերականգնում, նաև կայուն եւ շարունակական գործառույթ, որն ապահովում է շենքի կենսունակությունը։ Ինչու շենքը սուբվենցիոն ծրագրով վերականգնել, եթե հնարավոր է մասնավոր ներդրումների հաշվին անել, իսկ սուբվենցիոն գումարներն այլ ուղղությամբ ծախսել։ Առաջարկ է հնչեցնում քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարը։ Ես իհարկե դեմ չեմ, որ շենքը վերակառուցվի, բայց հաշվի առնելով Գյումրու խնդիրները, արդյոք նպատակահարմար է այդքան գումար հատկացնել շենքի վերակառուցմանը, երբ օրինակ մենք ունենք բազմաթիվ ցեխոտ քարոքան փողոցներ։ Ճերմակ հիվանդանոցը մինչև մեր հակապետարան գալը հանվել էր աջուր վաճառքի եւ այդ վաճառքը չէր իրականացվել։ Ձեր ասած այդ քաղաքապարախոսության ֆորմուլային թոքային ներդրումներն անեն։ Եվ քանի որ ինքը պատմամշակութային է նշվեցավ կոմպոնենտները, դրա համար մենք ներկայացրել ենք, որ մի կոտող Գյումրու գումարի արգելոցից փրկենք։ Նախագծին քաղաքացիական պայմանագիրը ձեռնպա քվեարկեց, բայց ձայների մեծամասնությամբ ընդունվեց։ Արտահերթ նիստի թեժ թեման դարձավ ամանորյա միջոցառումների կազմակերպման տոնածառի տեղադրման հարցը։ Քաղաքապետարանի մշակույթի բաժինն առաջարկել էր քաղաքի բյուջեից 9 միլիոն դրամ հատկացնել կենտրոնական հրապարակի տոնական տեսքի ու միջոցառումների համար։ Որից 4 միլիոն դրամի պետք է ձեռք բերեն ամանորյա պարկեր, 3 միլիոնը տրամադրվելու է կենտրոնական հրապարակի գլխավոր տոնածառի լույսերի վարման, տոնական միջոցառման բեմական սարքավորումների վարձակալության, լուսաձայնային տեխնիկայի վարձակալության եւ սպասարկման համար, 1.5 միլիոն դրամը արտիստների, հաղորդավարների վարձատրության համար։ Նախագծով նախատեսված ծախսերը չհիմնավորված են, լիարժեք ներկայացված չեն։ Այս կարծիքին էր քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավագանու անդամը։ Ես կուզենայի, որ մենք շատ ավելի հստակ իմանանք, թե որ գումարը ինչի համար է նախատեսված եւ արդյոք մենք գնահարցում իրականացրել ենք, օրինակ նշել ենք արտիստների հաղորդավարների վարձատրություն 1.5 միլիոն դրամ։ Միգուցե 1.5 միլիոն դրամը քիչ է, անհրաժեշտ է 2 միլիոն դրամ, միգուցե 1 միլիոնն էլ է բավարար։ Չեմ կարող ասել, որովհետեւ պիտի դրա այս թվի տակ թուղթ լինի, որպեսզի մենք համեմատություն անենք եւ կարողանանք հասկանալ։ Խնդրում եմ մեզ ներկայացրեք այդ հաստատքները։ Այս մասով հայտարարվել է մրցույթ եւ իրականացվել է մրցույթ։ Մրցույթը շահող կազմակերպություն է, կարող է բնականաբար ավելի քիչ գումարով շահել եւ մինչեւ մեզ հայտնի չլինի հատկապես ինչ տարբերակով եւ ինչ գումարի սահմաններում է իրականացել մրցույթը եւ շահել այդ կազմակերպությունը, հնարավոր չէ ավելի հստակ ասել, թե ինչ ֆինանսական ծախս ենք ունենալու։ Այս նախագիծը թույլտվություն է այն մասին, որ մեր ունեցած 5 միլիոն դրամը ձեր որոշմամբ հնարավոր լինի ծառայեցնել այդ միջոցառումների կազմակերպմանը։ Եվ վերջապես հարցը ասավ քաղաքի գլխավոր տոնածառին, որի համար առաջարկվել է բյուջեից 24 միլիոն դրամ հատկացնել, բայց ոչ թե նորը գնելու, այլ հինը մոտ 20 տարվա տոնածառը վերանորոգելու նոր ձևավորմամբ տեղադրելու համար։ Իսկ ինչ եղավ նախորդ տարվա կառավարության նվեր տոնածառը։ Այս հարցի պատասխաններ ակնկալում մեր քաղաքը խմբակցության ղեկավարը։ Ինչով է պայմանավորված, որ այդ տոնածառը չի տեղադրվում այսօր հրապարակում, արդյոք դա պայմանավորված է քինախնդրությամբ։ Սա էլ շատ կարևոր է հստակ պատասխանել, եթե այդպես է, ապա շատ վատ է։ Ոչ մի քինախնդրություն չկա, միանշանակ պարզապես
ավելի շքեղ, ավելի լավը լինելու խնդիր կար, եթե չեմ սխալվում, այդ տոնածառը, որը նախորդ իշխանությունը տեղադրել էր, դա չէ, քաղաքային։ Ես այնուամենայնիվ մտածում եմ, որ սա ոչ ավել ոչ պակաս, քան քինախնդրություն է եւ կներեք, բայց ոչ այնքան արժանի քայլ, որովհետև կառավարությունը այդքան գումար էր հատկացրել այդ տոնածառին, ինչը պատել չէր ընդունել մեր բնակիչների կողմից, գեղեցիկ լավ տոնածառ էր, կարելի էր դնել եւ այս 24 միլիոն դրամը խնայել։ Հին, բայց նոր տարվա տոնածառը բնական ճյուղերով են հավաքելու, խոստանում են ավելի ճոխ ու գունեղը տեղադրել, իսկ կառավարության նվեր կոնաձև տոնածառը իր տեղը կգտնի քաղաքի մեկ այլ թաղամասում։ Քաղաքապետարանը վստահեցնում է ու նշում, որ այս տարվա տոնածառի համար հատկացվող 24 միլիոնը բյուջեից խնայված միջոցների հաշվին է։ Նախագծին քաղաքացիական պայմանագիրը դեմ քվեարկեց, բայց 18 կողմ ձայնով ընդունվեց։ Շանթ հեռուստաընկերություն Հորիզոն։ Ավարտվել է մանկավարժների կամավոր ատեստավորման գործընթացը։ Ատեստավորումը բոլոր ուսուցիչների, այդ թվում դասվարների համար է, որն անցկացվում է էլեկտրոնային տեստավորման տարբերակով։ Սոցիալական հարթակներում ուսուցիչների ակտիվ քննարկումները, կարծիքները, գնահատականները կամավոր ատեստավորման շուրջ միանշանակ չեն, բայց եւ վկայում են այն մասին, որ այս տարի նախորդի համեմատ ավելի շատ ուսուցիչներ են հետաքրքրություն ցուցաբերել կամավոր գործընթացի հանդեպ։ Շիրակի մարզում անցած տարի ատեստավորված ուսուցիչները 537-ն էին։ Այս տարվա հայտատուների թիվը դեռ ամփոփված չէ։ Վերջին 5 տարիներին կրթական համակարգում իրար հետևից ներդրվող փոփոխությունները, նոր չափորոշիչներ, պարտադիր ու կամավոր ատեստավորումներ եւ այլն հանրակրթության ոլորտի համար ծանր բեռ են, միևնույն ժամանակ անհրաժեշտ։ Ուսուցիչն է կրթության որակի հիմնական պատասխանատուն, իսկ Հայաստանում պատվաբեր այս մասնագիտության հանդեպ կա գրավչության պակաս, եւ դա ոչ միայն բարդ աշխատանքին, ոչ համարժեք վարձատրությունից է գալիս։ Մանկավարժների կարծիքով կրթության ու դպրոցի հանդեպ աշակերտի ծնողի վերաբերմունքն է փոխելու ենթակա։ Մեծ պատասխանատվությամբ իր աշխատանքին մոտեցող յուրաքանչյուր մանկավարժ չի խուսափում մասնակցել գործընթացների, որոնք մասնագիտական զարգացումը խթանելուն, կրթության որակը փոխելուն են միտված։ Հետաքրքիր է էլ ինչ պաշտություններ կան, որ կարող ենք հաղթահարել, ինչու՞ չէ, նաև խրախուսելի է, որ նաև այդ հաղթահարելու շնորհիվ նաև մեր սոցիալական շատ գոհ եմ թեստերից, կազմված էին շատ բողոքարկման մի քանի կետեր ունեինք եւ բողոքարկել ենք, սպասում ենք պատասխանի։ Օրինակ ես նկատել եմ ու դրա պատճառով սխալ եմ ընտրել, Ալբերտ Էյնշտեյնը 25-րդ դարում զարգացրեց հարաբերականության տեսությունը։ Համարելով դա սխալ, քանի որ 25-րդ դարը բոլորս է հայտնի, որ դեռ չի եկել, ու համարվում է 25-րդ դարը իհարկե ապառնի, իսկ ընդհանուր կառույցը անցյալ էր։ Դրա պատճառով համարել եմ սխալ։ Արդեն 3-րդ տարին եմ մասնակցում եմ կամավոր ատեստավորմանը։ Ուղղակի կարող եմ ասել, որ այս տարվա թեստը զգալիորեն տարբերվում էր կոնե նախորդ 2 տարիների թեստից, շատ խրտին էր, խնդիրները դպրոցական մակարդակից շատ դուրս էին։ Նույնիսկ մենք նկատեցինք, որ ԵՊՀ-ի օլիմպիադայի խնդիրներն են ներառված եղել կամավոր ատեստավորման թեստի մեջ։ Դրա համար այս տարի ուսուցիչների ընդանուր միավորները ավելի ցածր էր, քան նախորդ 2 տարիներին։ Ես ինքս ավելի ցածր տոկոս եմ հավաքել այս տարի, քան նախորդ տարի։ Մինչև 59% արդյունք ցուցաբերած ուսուցիչը 1 տարի անց ենթակա է պարտադիր վերատեստավորման։ Մինչև այդ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ապահովում է համապատասխան առարկայական վերապատրաստում։ Եթե ուսուցիչը երկրորդ փորձին ևս չի հաղթահարում վերաատեստավորումը, նրա դասավանդման իրավունքը կասեցվում է, մինչև նա իր նախաձեռնությամբ կմասնակցի հաջորդ վերապատրաստմանը և կհաղթահարի այն։ Նման պահանջները որոշ ուսուցիչների մոտ առաջացնում են սթրես և հավելյալ ճնշում։ Որոշ ուսուցիչներ նշում են, որ աշխատանքը չկորցնելու մտահոգությունն է նաև մղում ատեստավորման։ Բայց այդ մի բառ որ չլինի, որ աշխատանքից կազատեն, ինձ թվում է բոլորը կգնան կմասնակցեն։ Եթե ուսուցիչը մեր պետության մեջ ստանում է, կարելի է ասել միջինից ցածր աշխատավարձ, ինչու չստանալ բարձր, այդ իհարկե մի փոքր վիրավորական է, որ ուսուցիչը բազում փորձությունների միջով անցնելուց հետո է բարձրացվում իր աշխատավարձը, բայց կարելի է ասել, որ այդ թեկուս ոչ 90-ն անց, այդ 50%, 40% բարձրացումը իհարկե խրախուսական է ուսուցչի համար ու նմանվում է աշխատավարձը աշխատավարձի։
Կամավոր գնալ մասնագիտական ուժերը գնահատելու եւ աշխատավարձի չափն ավելացնելու նպատակի հետևից այս տարի շատ ուսուցիչներ են փորձել։ Ատեստավորման հայտ ներկայացրած մանկավարժների թիվն ավելացել է։ Ըստ վաստակած միավորների 60-ից 69% արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար սահմանվել է 200,000 դրամ մեկ դրույքաչափի համար։ 70-ից 79% հաղթահարած ուսուցիչները կստանան 30% հավելավճար։ 80-ից 89% արդյունքի դեպքում 40%-ով կբարձրանա ուսուցչի աշխատավարձը։ Իսկ 50% հավելավճար կստանա այն մանկավարժը, որը ցուցաբերել է 90-ից 100% արդյունք։ Հասմիկ Թումասյանը, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է։ Ծանոթացեք նորությունների ժամը 20-ին։